Քանի որ ես ստորագրություն եմ տվել նախաքննության գաղտնիք չհրապարակելու մասին, չեմ կարող նաև ասել ինչ գործի շրջանակներում էր եւ ինչ է տեղի ունեցել քննչական կոմիտեում եւ բուն խուզարկության ժամանակ, միայն կարող եմ ասել, որ սա ձեզ բոլորին հայտնի գործով էր, նաև քննչական կոմիտեն է, կարծեմ այդպիսի հայտարարությամբ հանդես եկել, իրենք են ասել, թե ինչ գործի շրջանակներում էր, բայց դա ընդհանրապես էական նշանակություն չունի, որովհետև այս ամեն ինչը շոու է, այս ամեն ինչը քաղաքական հետապնդում է։ Նիկոլ Փաշինյանը ինքն է հայտարարել, որ պետք է քաղաքական հետապնդման ենթարկի իր ընդդիմախոսներին։ Այն բանից հետո, երբ իր գաղափարաքաղաքական թիվ 1 ընդդիմախոս Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հանրահավաքի հարթակից հրահանգեց, որպեսզի ապօրինի քրեական գործ կարեն, շուլարեն, հոդվածով, ամեն ինչով ասեց օրով, ժամով, թե ինչ պետք է լինի, դրանից հետո արդեն իսկ պարզ էր, որ այս ռեպրեսիաները շարունակվելու են։ Որպես վկա եք, չէ՞ կանչվել։ Կարգավիճակի մասին էլ շատ բան չեմ կարող ասել, միայն այսպես ձևակերպեմ, ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ։ Դա նշանակում է ունեք վկայի կարգավիճակ։ Դա դուք ասացիք։ Որտեղ այդ կարգավիճակով չէի կարող հայտնվել այնտեղ կամ վկա կամ մեղադրյալ։ Ես կրկնում եմ, քանի որ ես չգիտեմ ինչ կարող եմ ասել եւ ինչ չեմ կարող ասել, միայն ընդունենք սա որպես գիտություն, որ ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ։ Անդրանիկ Թևանյանի մեղադրանքում խոսվում է արժեգաղտնի նիստի մասին, Այո, որ այնտեղ ասում են, որ գաղտնի տեղեկությունները փոխանցել է ռուսական ընկերության։ Հիշում եք, այն ժամանակ էին ձեզ հարցնում, որ դուք այդ ժամանակ պատգամավոր եք, Թևանյանը չէ, եւ այն ժամանակ են ասում, կարող է մի օր ձեզ էլ կանչեն հարցակնության, կասկածներ հայտնելով, որ դուք եք տվել այդ տեղեկությունը։ Սրա մասին է խոսքը։ Դուք ամեն կերպ ինձանից ուզում եք նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ կորզել։ Ես դա չեմ կարող ասել, միայն ասեմ, որ ձեզ հայտնի գործի շրջանակներում էր։ Նախ, երկրորդ, ինչ վերաբերում է ազգային ժողովի այդ նիստին, ես բազմիցս հայտարարել եմ մինչ այս էլ, որ ես չգիտեմ ընդհանրապես ինչ նիստի մասին է խոսքը։ Ես չգիտեմ այդ նիստին ես ներկա եմ եղել, թե ներկա չեմ եղել։ Ընդհանրապես ինչ տեղեկություններ են այնտեղ հրապարակվել։ Միայն հետո արդեն մամուլում տեսա տեղեկություններ, որ այդ նիստից հետո հենց Մհեր Գրիգորյանը ինքն է հայտարարել լրագրողներին, որ գաղտնի որևէ տեղեկություն այնտեղ չի հրապարակվել, եւ Թևանյանի փաստաբան Օրբելյանն ինքն էլ է ասել, որ այս գործի շրջանակներում պետական գաղտնիքի առարկա ընդհանրապես գոյություն չունի։ Հետևաբար մենք պետական գաղտնիքի մասին որևէ խոսք այստեղ չենք կարող ունենալ։ Թե հետո ինչ տեղեկություններ են, ում ինչ ենթադրությունն է, ում ինչ ցնորքն է, ում ինչ երազն է այնտեղ գրված, ես արդեն չեմ կարող ասել, դա ես կարծում եմ, որ դատարանում բացահայտվելու, եթե իհարկե գործը հասնի մինչև դատարան, որովհետև շատ աբսուրդային գործ է, ինքը նույնիսկ մինչև դատարան իրավունք չունի հասնել։ Բոլորիդ արդեն պարզ կլինի, թե ինչ ծիծաղելի բաներ են, չակերտավոր հիմնավորումներ են այնտեղ ներկայացված։ Ես չգիտեմ ինչ էին փնտրում, երևի գործի հետ կապված ինչ-որ բաներ էին փնտրում, բայց շատ երկար իրենք կանգ առան, օրինակ իմ թխվածքի բաղադրատոմսերի վրա, իրեն շատ էր հետաքրքրում դա։ Ասում եմ, կարող էին օրինակ բացիկները իմ դստեր մարտի 8-ի հետ կապված ինձ նվիրված բացիկները հայտնաբերել, կարող էին դատարանի ծառայցագրերը իրենք հայտնաբերել, որ կառավարությունը վարչական պատասխանատվության էր կարծեմ ինձ ենթարկել պատերազմի օրերին ֆեյսբուքյան գրառումների համար, բայց հետո այդ որոշումը կառավարության ճանաչվեց հակասահմանադրական եւ բոլորի նկատմամբ ոչ միայն իմ այդ պատերազմի օրերին գրառումների համար հարուցված այդ վարչական վարույթները իրենք կարճվեցին, դրանք կարող էին հայտնաբերել, այլ բան իրենք մեր բնակարանից չէին կարող հայտնաբերել։ Իսկ ինչ-որ բան արգելավեցին տարան։